Այսօր հայ առաքելական եկեղեցում տոնվում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը, Սուրբ Զատիկը։ Հայհայտների շատերն են ինստագրամյան հարթակներում հրապարակումներով հանդես եկել, մենք այս հրապարակումներից որոշները ներկայացրել ենք ձեր ուշադրությանը, թե իսկ այժմ ներկայացնում ենք սիրված դերասան Աշոտ Ղազարյանի Սուրբ Զատկի արդիվ հրապարակումները վերջինիս դուստր մի քանի լուսանկար է հրապարակել ինստագրամյան հարթակում, որոնք էլ իր էջում տարածել է Աշոտ Ղազարյանը։ Կադրերում Աշոտ Ղազարյանն են, կինը Մելանիան եւ նրանց դուստրը, նրանք ջերմ լուսանկարվել են։ Քրիստոս հարավի մեռելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ապրես մանջան։ Ապրես մանջան։
Եկան իմ աղջիկները, գեղեցկուհիներն իրանց թագուհի մամայի հետ։ Այդ դուք բարով եկաք, ձեր ոտը ձեր տուն խեր բերի, խսմատ բերի, ձակեր։ Ուй ուտին ձեզ։ Բարով եկաք, դու էլ ապրես։ Եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ աղջիկների առաջին խաղալիքներով։ ՆԱՏՕ ֆիրմայի այս փամփլիկ բադիկը կապահովի ձագուկներիս անուշ քունը։ Մեր երկրորդ խաղալիքը Գոգի Բեյբի գերմանական ֆիրմայից է։ Այնքան ջերմությամբ ու հոգատարությամբ ենք սպասում մեր ձագուկներին, որ նրանց համար ընտրում ենք լավագույնը։ Օրեր առաջ այցելեցի Max & Lizzy Toys խանութ-սրահ, մի պարզ պատճառով, որ այստեղ ներկայացված են մանկական խաղալիքների լավագույն բրենդերը։ Այստեղ կարծես ինքդ էլ ուզում ես մանկանալ։ Խանութ-սրահը ասեմ, որ հայտնի է իր փայտե խաղալիքների լայն տեսականիով, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են և անվնաս բալիկների համար, այլ նաև զարգացնող են։ Այստեղից կգտնեք բացառապես տարբեր տարիքային երեխաների համար նախատեսված զարգացնող խաղեր, որոնք կփոխանցվեն սերնդե սերունդ։